Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ ձեզ հետ ենք եւ այսօր մեզ համար սկզբունքային կարևոր թողարկում է, քանի որ անդրադառնալու ենք հայկական առողջապահական միջազգային ցուցահանդեսի վերաբերյալ վերջին կազմակերպչական աշխատանքներին, ինչպես ասում են, այն հատել է արդեն վերջնագիծը եւ մոտենում ենք շուտով փառատոնին։ Առողջ առավոտ, Բժիշկ Ամիրյան։ Առողջ առավոտ, Բժիշկ Ավետիսյան, ինչպես եք։ Լավ։ Մենք էլ ենք լավ, բոլորս լավ ենք, առավել եւս, որ մեր այդ թվում ենթանախագծի համահեղինակներից մեկն է մեր տաղավարում, սիրելի հեռուստադիտող, մեր տաղավարում Eventure Global ընկերության տնօրենն է, պարոն Արմեն Նիազյանը, առողջ առավոտ, պարոն Նիազյան։ Բարի լույս եւ առողջ առավոտ։ Ով միևնույն ժամանակ հանդիսանում է հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես 2025 նախագծի հիմնադիր տնօրենը։ Մենք գիտենք եւ տեղյակ ենք եւ համատեղ ձեզ հետ քայլելով տեսնում ենք, որ մոտենում ենք վերջնագծին, ինչպես ասում են finish line, հա։ Ինչ ունենք այսօրվա դրությամբ եւ կուզեի, որ համեմատականով խոսենք դարձյալ, սա մեր երրորդ հանդիպումն է այս կտորով եւ կարծեմ թե վերջին է։ Հաջորդը կլինի երևի թե արդեն Բուն Էքսպոյից հետո։ Համեմատության մեջ ինչ ունեինք սկզբում, մեջտեղում եւ հիմա, երբ արդեն հաշված օրեր մնացին մեր էքսպոյին։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի համար։ Միշտ հաճելի է գտնվել ձեր միջավայրում, բժիշկների մեջտեղում նստած, այսպես ինձ ապահով եմ զգում ավելի։ Նախագծից առաջ մենք ունենք հսկայական աշխատանք մեր առջև։ Նախագծի միջին հատվածում մենք ունենք հսկայական աշխատանք մեր առջև եւ նախագծի վերջնագծում մենք ունենք հսկայական աշխատանք մեր առջև։ Ըստ էության, այո, վերջը արդեն մոտեցել է, արդեն երևում է, արդեն օրերն ենք հաշվում, բայց աշխատանքները շարունակում են նույն տեմպով, նույն եռանդով առաջ գնալ։ Հենց այդպես էլ պլանավորված էր ըստ էության, քանի որ այն ինչ որ ծրագրել ենք, այն ինչ որ իրագործում ենք, փոքր մի նախագիծ չի, տեղային ինչ որ մի պրոյեկտ չի, 10, 20, 100, 200 մարդկանցով ներգրաված մի միջոցառում չի, այլ լայնածավալ հսկայական մի միջոցառում է, որը պահանջում է քրտնաջան աշխատանք, ենթադրում եմ մինչև նոյեմբերի 26-ի երեկոն։ Թույլ տվեք հավելել, որ ըստիս, որը կշարունակվի մինչև դեկտեմբեր, մինչև տարեվերջ եւ չի ընդհատվի, որովհետեւ նույն տեմպով վստահ եմ, որ արդեն նախագծված է եւ կիրականացվի 2026-ը, հասցրել ենք դրա մասին խոսել, այսօր փակագծեր կբացենք հեռուստադիտողի համար, կնշենք ամսաթվեր, կներկայացնենք մենք ինչ ենք պատրաստվում անել մյուս տարվա համար։ Մենք ուրախ ենք մասը կազմել որպես համակազմակերպիչներ, համահիմնադիրներ, այդ թվում նաև այս նախագիծը ամբողջ տարի, փաստորեն կես տարի շուրջ մենք Բժիշկ Ամիրյանի հետ ուշով եւ փորձեցինք անդրադառնալ էքսպոին եւ դրա շրջանակներում բոլոր մեր այն գործընկերներին, ովքեր այս կամ այն կտորով միացել են։ Ես կուզեի, որ պարոն Նիազյան, դուք շատ ավելի առարկայական ներկայացնեք, այսօր մենք ինչ ունենք հանրությանը ներկայացնելու, երբ մնացել են հաշված օրեր։ Տեսեք, ըստ էության, երբ որ մենք սկսեցինք պրոյեկտը եւ ունեինք բազմաթիվ գաղափարներ, իդեաներ, որոնց մի մասը հում էին, մի մասը օդում կախված, մի մասը ցանկություն, երազանք, նպատակ, այսօր այդ ամենը համախմբել ենք, մեկտեղել ենք եւ արդեն հստակ կարող ենք առաջարկել ինչ-որ բաներ մեր հանրությանը եւ այո, օգտագործելով այս առիթը մեկ անգամ եւս պետք է փաստել եւ շեշտել, որ այն ամեն ինչ որ մենք կազմակերպում ենք նեղ բժշկական, նեղ մասնագիտական ինչ-որ մի բան չի եւ այսօր առավել քան երբևէ շատ արդիական է հնչեցնել սա, որ մեր կազմակերպածը հանրության համար է։ Բնականաբար այնտեղ ունեն բժիշկներն ասելիք եւ անելիք, բնականաբար դրա մասին մենք շատ ենք խոսել, բայց այս վերջին օրերը արդեն օգտագործելով կարող ենք մեկ անգամ եւս կոչ անել հանրությանը, որ անտարբեր չգտնվեն այս միջոցառման նկատմամբ եւ չշփոթեն, չմտածեն, որ սա բժիշկների համար է կամ միգուցե մարդկանց, ովքեր խնդիր ունեն, դժվարություն են, հիվանդ են եւ այլն, չէ, սա հանրության համար է եւ մեր երևի թե գլխավոր առաքելություններից մեկը սա էր, որ մենք ստեղծենք պլատֆորմ, մենք ստեղծենք հարթակ, որտեղ հանրությանը կարող ենք հրավիրել եւ այսօր այո բաց ճակատով կարող ենք ասել, որ այն ինչ որ մենք պլանավորում ենք, քայլ առ քայլ ստացվում է եւ այսօր մենք հանրությանը շատ մեծ բան ունենք առաջարկելու, այսինքն այս 4 օրերի ընթացքում չի լինի մի օր, մի ժամ 4 օրվա ընթացքում, երբ որ որևէ մեկը վերցնի իր ծնողին, իր երեխային, իր ամուսնուն, իր կնոջը, գա այնտեղ եւ մտածի, բայց իզուր եկա, այստեղ անելիք չունեմ ես։
Այսինքն մենք չունենք հանրության մեջ այդպիսի մի սեգմենտ, որ գա այնտեղ ու ասի ես իզուր եկա, եւ այս օրերն էլ եւ շարունակ ինչքան էլ որ ժամանակ ունենանք, այժմ միտված են հենց դրան, որ հանրության համար մենք իսկապես իրապես տոն ստեղծենք, իրապես դարձնենք փառատոն, որը նվիրված է առողջապահությանը, որի կարիքը միգուցե որոշներս դեռևս չգիտակցելով, բայց մենք բոլորս ունենք դրա կարիքը։ Այս փառատոնի կարիքը մեր հանրությունը ունի։ Սա այն դեպքն է, երբ տնտեսագիտության մեջ երկու մոտեցում կա, չէ, ասում են, որ պահանջարկը ծնում է առաջարկ, սա այն դեպքն է, երբ առաջարկն է ծնելու պահանջարկ։ Առաջարկն է ծնելու պահանջարկ։ Դե այս օրերին, հա, նոյեմբերի 27-ից 30-ը մենք բացելու ենք էքսպոյի դռները եւ վստահաբար ովքեր որ կգան իրենք մյուս տարի սպասելու են այս օրերին, որտեղ մենք դրա համար ջանք չենք խնայում, մենք դրա համար որևէ բան չենք խնայում, որպեսզի ստեղծենք դա։ Կլինեն միգուցե բաց թողումներ, թերություններ, կիքսեր, հա իհարկե կլինեն, ես եթե չեմ սխալվում անցած անգամ էլ երբ որ խոսում ենք, էլի դրա մասին խոսել են, որտեղ մենք դրանից չենք խորշում եւ մի այսպեսի հետաքրքիր բան ասեմ, հա, որը ինձ համար ցուցանիշ է։ Ցեք այսօր ցավալիորեն շատերը զբաղված են իմիտացիայով։ Այսինքն մենք ուզում ենք անել մի բան եւ ստեղծել իմիտացիա, որ սա ամենալավն է, սա ամենամեծն է, սա վերջն է, սա մեր պարագայում այլ է, մենք չենք ուզում իմիտացիա ստեղծենք, մենք դրա հիմքում դրել ենք կոնտենտ։ Մենք ունենք կոնցեպտ, որի վրա կառուցել ենք մեծ գաղափար եւ մեզ ամենևին էլ պետք չի մենք ստեղծենք իմիտացիա, մեր ընկերները 5 հոգի, 10 հոգի, 50 հոգի, 100 հոգի խոսեն, ասեն, այս ինչ լավ էքսպո էր, բայց իրականում մեր դրած նպատակին մենք չհասնենք։ Մեր կոնցեպտը ձախողի, մեր կոնտենտը չլինի այն ինչ որ մենք ուզում ենք անել։ Դրա համար ես կարող եմ ասել, այո, մենք երբեք իմիտացիայի հետևից չենք ընկել եւ այսօր էլ չենք ուզում իմիտացիա ստեղծել, որ մենք անելու ենք, չգիտեմ, մի հատ բում, ընդհակառակը ասում համեցեք նոյեմբերի 27-ից 30-ը օրվա ցանկացած ժամի համեցեք ու տեսեք այն ինչ որ մենք խոսում ենք, այն ինչ որ մենք ասում ենք, իրականության համապատասխանում է թե ոչ։ Որտեղ որ ապրում ենք մենք շատ փոքր երկրում եւ հասարակությունը այնպեսին է, որ իմիտացիա ստեղծելով շատ չես կարող առաջ գնալ, հա, իսկ մենք այս նախագծում վստահաբար շատ ենք խոսել այս մասին, մենք 1 տարվա, 2 տարվա, 3 տարվա ծրագիր չունենք։ Եվ դրա համար մենք այս ամենի հիմքում ունենք կոնցեպտ, որի շուրջ համախմբվել են, եւ սա չի կարող չհետաքրքրել հանրությանը, որտեղ առաջին հերթին արվում է նաեւ իրենց համար։ Պարոն Նիազյան, 2026 թվականի դատաները արդեն ամսաթվերը կան էքսպոյի։ Դատաները ունենք, դատաները կարող ենք նաեւ հրապարակել, ինչի քանի որ մենք շատ ունենք նաեւ միջազգային գործընկերներ, ովքեր արդարացիորեն այս տարի չեն հասցնում, չեն կարողանում ներկա լինել եւ իրենք արդեն մյուս տարվա համար են խնդրել, դա լինելու է նոյեմբերի 2-րդ կեսին, դա լինելու է, եթե հստակ 4 օրերը չասեն, որովհետեւ 2 օրեր կա, որ դեռևս տատանվում ենք վերջնական, բայց դա լինելու է նոյեմբերի 15-ից 30-ի հատվածում։ Պարոն Նիազյան, եկեք վիրտուալ այսպես պատկերացնենք հատակագիծը, որտեղ Meridian Expo-ն որտեղ որ պիտի տեղի ունենա, այլ ինչպես է կատարվել բաշխումը, այսինքն ստեղծված են արդյոք առանձին անկյունների, ինչպես է բաղկացած այդ ամեն ինչը, որը որ այդ 4 օրերում մենք վայելելու ենք բոլորս։ Շատ լավ, պրոյեկտը, նախագիծը վիրտուալ պատկերացնելու համար մի քիչ մեծ է, բայց ամեն դեպքում փորձեմ ես մի փոքր ներկայացնել ինչեր են նախատեսվում, հա։ Բնականաբար մենք ունենք մեծ կտոր, դա էքսպոյի հատվածն է։ Էքսպոյի հատվածում ներկայացված են լինելու հայկական եւ արտասահմանյան տարբեր ընկերություններ, ովքեր սեգմենտավորված են տարբեր ուղղություններով առողջապահության մեջ, հա, այդտեղ լինելու են կլինիկաներից սկսած, մասնավոր եւ պետական, լաբորատորիաներ, դեղագործական ընկերություններ, այսինքն այն ամեն ինչ, ինչ որ առնչություն ունի առողջապահությանը։ Եվ այստեղ շատ կարևոր է շեշտել, որ մենք ունենալու ենք ամենատարբեր առաջարկները հանրությանը հենց այս էքսպոյի հատվածում։ Մենք ունենալու ենք տարբեր հետազոտություններ, խորհրդատվություններ, շատ տարբեր։ Իրականում սա մեծ ծաղկեփունջ է, որը կարծում եմ մի օր առանձին երևի թե մի տեսանյութով կամ ինչ որ կերպ կներկայացնենք, իրազեկենք հանրությանը, բայց ամբողջ էքսպոյի տաղավարում սկսած մուտքից մինչև վերջի կետը, մինչև վերջին տաղավարը մենք ունենք տարբեր ակտիվություններ։ Դրանք միտված են հանրության համար այս 4 օրերը տոնի վերածելու։ Այդտեղ անգամ ունենք ժամանցային, team building-ային ակտիվություններ, այսինքն որպեսզի մարդը այդտեղ չձանձրանա, մարդը այդտեղ գա բարի բուն իմաստով ժամանց անցկացնելու եւ արդյունավետ եւ օգտակար ժամանց։ Սա էքսպոյի հատվածը, որտեղ կարող եք գտնել Հայաստանում հայտնի դրսից տարբեր ընկերություններ։ Հաջորդ մեր մեծ կտորը արդեն գալիս է ավելի մասնագիտական հատվածը, որտեղ ունենալու ենք մեծ դահլիճ
որը նվիրված է լինելու ցավի բժշկության կոնգրեսին, այնտեղ մենք ունենք սպիկերներ Հայաստանից, արտերկրից բավականին շատ, դրա մասին էլ շատ խոսել ենք, ՇՄԶ կրեդիտավորված, որը շատ մեծ հետաքրքրություն առաջացրել է եւ Հայաստանում եւ արտերկրում։ Այսինքն մենք ունենք նաեւ բազմաթիվ մասնակիցներ, ովքեր տեսնելով ծրագիրը, ովքեր լսելով կոնգրեսի մասին, իրենք հնարավորություն չունենալով ներկա լինել, իրենք փորձում են on-line տոմսեր ձեռք բերել, որովհետեւ on-line կարողանան հետևել կոնգրեսի ամբողջ ընթացքին։ Սա մի կտոր է, որը դարձյալ փոքր կտոր չէ եւ վերաբերում է Հայաստանում գործող աշխատող բժիշկներին, ես տեսել եմ թիրախային խումբը, երևի թե բոլորին, հա, այսինքն բոլորը առնչություն ունեն ցավին եւ բոլորին վերաբերում է։ Դրանից բացի ունենք առանձին մի մեծ կտոր, որտեղ մենք ունենալու ենք արդեն ավելի նեղ մասնագիտական տարբեր ակտիվություններ, դեղագործական, բուժքույրերի համար ունենք մեծ ակտիվություն, այս դահլիճներում առանձին արդեն այլ ակտիվություններ էլի 4 օրվա ընթացքում ամբողջությամբ լինելու են։ Դրանից բացի ունենք պոստերների հատված, որտեղ բժիշկները երիտասարդ եւ ոչ երիտասարդ, այստեղ կարող եք դուք օգնել արդեն բժիշկներով ներկայացնելու են իրենց զեկույցները, իրենց պոստերներն ա լինելու։ Ես չգիտեմ Հայաստանում եղել է նման մասշտաբի թե ոչ, կարծում եմ այս մասշտաբի երևի թե չի եղել, բայց կուղեք եթե սխալ եմ։ Առանձին ունենալու ենք հատվածներ բժիշկների համար, սպիկերների համար։ Այսինքն գրեթե հիմա արդեն այն օրերն է, որ մենք այսպես անցնում ենք դետալային մշակումների։ Մենք ունենք ցավի ասոցիացիայի համար մեծ հատված ենք հատկացրել, որտեղ ցավի ասոցիացիան ներկայացնում է 120-ից ավել ընկերություն միայն իր կտորով։ Այսինքն բոլորը դետալային այս պահին էլ շարունակվում են դեռևս մշակվել, որպեսզի թե Հայաստան այցելող սպիկերը որևէ խնդիր չունենա։ Սկսած իր տեղափոխումից վերջացրած էքսպոյի ընթացքում բացի իր զեկույց կարդալու, հա, գնաց, կարդաց զեկույցը, իր ժամը ավարտվեց, իր դասախոսությունը, պլենար դասախոսությունը ավարտվեց, դրանից հետո, դրանից առաջ այդ մարդու մասին էլ մտածում ենք անգամ։ Այսինքն այսպես փոքր դետալային բոլոր սեգմենտների համար փորձում ենք դասավորել, որպեսզի յուրաքանչյուր մեկը այդտեղ որ գա, իրեն զգա ուշադրության կենտրոնում մաքսիմալ։ Ես փորձեմ հավելել, հաշվի առնելով ինֆորմացիայի ծավալը, բժիշկ Ամիրյան, այդ ուրեմն ընդհանրապես կան զոնաներ, չէ՞, լոնջեր են, օթյակներ են կոչվում։ Ցավի բժշկության ազգային ասոցիացիան չի սահմանափակվել միայն իրեն ներկայացնելով, ինչպես նշեց պարոն Նիազյանը, աշխարհում գրեթե բոլոր ասոցիացիաները, որոնք որ ներկայացնում են ցավի բժշկությունը, ամսագրերը, բոլոր կազմակերպությունները ըստ էության ցուցադրված են լինելու այնտեղ։ Սա համաշխարհային մակարդակով նախադեպ է։ Նախադեպ է, որովհետև մենք չունենք այստեղ կոմերցիայի դու ֆինանսը կվճարես, կգաս, չես վճարի, չես գա, ընդհակառակը մենք կոնգրեսի շրջանակներում, էքսպոյի մեջ ցավի բժշկությունը բրենդավորելով տարածաշրջանում փորձում ենք ցույց տալ հայի գթասրտությունը, հայի հյուրասիրությունը, մեծ սիրտը եւ իրապես սա անում ենք հանուն հայրենասիրության եւ ցույց ենք տալիս, որ մեզ համար բոլորի մեր դռները բոլորի առջև են բաց։ Սա քայլ է, համարձակ ձեռք մեկնում է, ոչ թե ձեռնոց ենք նետում, այլ ձեռք ենք մեկնում ամբողջ աշխարհին, որ տեսեք դուք մեզ չեք խնդրել, դուք չեք ծախսել, բայց մենք այդ ծախսը անում ենք եւ մենք ձեզ ցուցադրում ենք այստեղ։ Եվ ուրախություն մեզ երկար քննարկումից հետո ես ձեզ դրա համար հատուկ շնորհակալ եմ։ Բժիշկների օթյակը Doctors Lounge-ը հենց դարձավ ցավի բժշկության հսկա տաղավարը, որը աննախադեպ միասնական joint այսպես պավիլիոն է լինելու, որը իրապես գեղեցիկ է լինելու, կառավարված է լինելու եւ ըստ էության բոլոր մեր բժիշկ գործընկերները, լինեն դրան կոնգրեսի մասնակիցներ թե ոչ, իրենք իրենց օթյակը գտնելու են այնտեղ։ Նույն հաջողությամբ ունենք բանախոսների համար, այսպես VIP հատուկ օթյակ, որպեսզի առանձին պատրաստվեն իրենց զեկույցներին եւ այսպես շարունակ։ Նաեւ ունենք ժամանցային երկրորդ հարկում գոտի, որտեղ բոլոր մասնակիցները փոքրիկ նետվորքինգի այսպիսի կտոր կարող են ունենալ։ Պարոն Նիազյան, նորից ուզում եմ անդրադառնալ ցուցանիշներին, որոնք հնչել են, դա խոստում է եւ կարծում եմ Venture Global-ի եւ Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի եւ Կոնցեռն Էներգոմաշի որպես հիմնադիր եւ համահիմնադիրներ, կազմակերպիչ եւ համակազմակերպիչներ, խոստումը, բրենդի խոստումը ամենից կարեւորն է։ Արդյոք դուք այսօրվա դրությամբ, երբ հաշված օրեր են մնացել, բնականաբար դուք գիտեք, որ էլ նոր ընկերություն չի միանում ես, արդյոք 250 ընկերությունը լրացրեցիք։ Տեսեք, այն թվերը, որ մենք հրապարակել ենք, ըստ էության ոչ միայն լրացրել ենք, այլ մի բան էլ առաջ ենք անցել, քանի որ երևի թե միակ ցուցանիշը, որ մնացել է, դա հանրության քանակն է, որովհետև այս պահին դեռ չենք կարող ասել, բայց հաշվի առնելով այն արձագանքը, հաշվի առնելով այն զանգերը, նամակները ոչ միայն
անհատներից, այլ ինստիտուտներից, հա, այսինքն կառույցներից, վստահաբար կարող եմ ասել, որ նաև այդ ցուցանիշը մենք կգերազանցենք, որքան էլ որ լինեն մարդիկ, ովքեր թերահավատորեն են մոտեցել այդ ամենին։ Ես մենք ինչ ենք մենք անում հիմա, հա, մենք ստեղծում ենք մշակույթ։ Մենք հիմք ենք դնում ինչ-որ բանի։ Այսինքն այդ ձեր ասած, որ մենք ստեղծել ենք պլատֆորմ եւ հրավիրում ենք եւ ասում ենք եկեք այստեղ ներկայացված եղեք։ Դա ոչ միայն բխում է մեր գթասրտությունից, այլ նաև սա ռազմավարական քայլ է, որը նպատակ ունի 2, 3, 4, 5 տարի հետո վերածվելու արդեն մեկ ուրիշ բանի, որը օգտակար կլինի թե Էքսպոին, թե Հայաստանին, թե Հայաստանի առողջապահությանը։ Այսինքն մենք ստեղծում ենք մշակույթ։ Այս մշակույթին կան հավատացող մարդիկ, ովքեր ասել են մենք ձեր կողքին կանգնած ենք, դա կապ չունի ցուցանիշերի հետ անգամ։ Այս մշակույթին, այս կոնտենտին կան չհավատացող մարդիկ, որը իրենց բնականաբար իրենց իրավունքն է եւ նորմալ է, որ կան չհավատացող մարդիկ։ Ցավոք սրտի կան անտարբեր մարդիկ, ովքեր լինելով ոլորտում մի տեսակ անտարբերությամբ են այս ամեն ինչին նայում, ինձ համար դրանք շատ կարճաժամկետ մտածող մարդիկ են, ովքեր իրենց բաբլից, իրենց վանդակից դուրս ուրիշ ոչինչ չեն տեսնում եւ միգուցե նաեւ վախենում են խառնվել ավելի մեծ բաների, քանի որ իրենց կոմֆորտ զոնան, իրենց ստեղծած թույլ տվեք ասեմ, հա, իրենց ստեղծած կլինիկան է, իրենց ստեղծած միջավայրն է, իրենց ընկերությունն է, որտեղ իրենց շատ հարմար է եւ այլ քայլեր չեն ուզում անել։ Եվ 4-րդ սեգմենտն էլ ունենք։ Դիտորդներն են։ Չէ, 4-րդ սեգմենտը խանգարող մարդիկ են։ Այո, մենք ունենք նաև խանգարող մարդիկ, ովքեր կուզեին, որ Էքսպոն չկայանա։ Իհարկե, կարծեմ իրենց թիվը շատ չի, բայց գոնե մի քանիսին ես գիտեմ։ Եվ ինչ ենք մենք անում, բայց այս բոլոր սեգմենտները 5-րդը, բա դիտորդները, пассив դիտորդները, որ հələ տեսնենք սրանք ինչ են։ Պասիվ դիտորդները են չհավատացողների մեջ են, ովքեր ասել են, հələ արեք մենք կգանք կտեսնենք ու կորոշենք մյուս տարի կմասնակցենք թե ոչ։ Շատ շնորհակալություն, որ գալու են։ Այո, շատ շնորհակալություն, որ գալու են։ Բնականաբար մենք ինքներս էլ հաշվի առնում ենք ամեն դեպքում, հա, մեզ հավատացող ու մեր կողքին կանգնող մարդկանց այս ակունքներում, երբ որ միգուցե այո, իրենք շատ մարտահրավերներ ունեն, շատ ռիսկերի են գնացել, եւ մարդկանց, ովքեր սպասում են, որ ինչ-որ բան ստացվի, հետո նոր իրենք որոշեն գալ թե ոչ, միգուցե երբ որ ստացվի, հետո մենք որոշենք ով գա, ով չգա, հա, բայց ամեն դեպքում այն ինչ որ մենք կազմակերպում ենք, այդ ցուցանիշերը եւ այլն, սրանք առաջին հերթին ոչ թե անձնական ամբիցիաներ են, այլ պրոյեկտի հաջողությունն է, պրոյեկտի հիմքն է, պրոյեկտի հաջողության գրավականն է եւ սա այսօր շեշտենք, որ ամեն դեպքում սա մի բան է, որ նախաձեռնում է երկրի համար։ Սա ինձ որպես Արմեն Նիազյան պետք չի։ Առանձին, հա, որպես անհատ, ուղղակի ինչ որ բան անել, հետո ասեմ, ես Էքսպո արեցի 1000 ներողություն, ես շատ ավելի հպարտությամբ դա կհայտարարեմ, երբ որ լույս տեսնի իմ 4-րդ կամ 5-րդ գիրքը։ Կասեմ, այս գիրքը ես եմ գրել։ Էքսպոյի հաջողությունը հավաքական հաջողություն։ Սրա մասին վկայում է այն, որ Երևանի քաղաքապետարանը իր ողջ ներուժով ստանձնել է եւ դարձել է այս Էքսպոյի ցուցահանդեսի պաշտոնական հովանավորը, այսինքն իր բարձր հովանու ներքո։ Սրա մասին վկայում է այն, որ մեր երկրի թիմի գերատեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ունի շատ դրական եւ ջերմ վերաբերմունք եւ ունի իր մասնակցությունը։ Սրա մասին վկայում է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության լոկալ գրասենյակը ոչ միայն պարզապես դիտորդի կամ այլ կարգավիճակով է մասնակցում, այլ նկարվելու համար։ Հա, նկարվելու կամ այսպես պտտվելու համար, այլ այստեղ ունի հստակ մասնակցություն, սպիչ, խոսնակ եւ այսպես շարունակ, եւ եթե թվարկեմ 250 ընկերություններից միայն կեսը ըստ էության միայն ցավի բժշկության, նեյրոգիտության եւ նյարդաբանության մեր համաշխարհային գործընկերներն են, որը աննախադեպ երևույթ է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Եվ սա մենք ազդարարում ենք որպես փաստ, որպես այլևս իրողություն եւ իհարկե հուսադրող մի բան, որ ինչի մասին որ մենք խոսում ենք, այն գլոբալ, համարձակ, գուցե ագրեսիվ, գուցե խելահեղ, գուցե ռոմանտիկ եւ տարաբնույթ հոմանիշներ կարող եմ օգտագործել, այս տեսլականը այլևս կամաց-կամաց իրականացվում է։ Ես էլ հավելեմ, որ 2026 թվականին մեր գործընկերությունը ել ավելի կամրապնդվի եւ որպես ասոցիացիայի նախագահ պնդեմ, որ Երևանյան ցավի օրեր 2026 միջազգային արշավը եւ ցավի բժշկության հայկական միջազգային արդեն երկրորդ համագումարը ներկայանալու է կրկնակի, այսինքն ոչ թե 100, այլ 200 այդ թվում միջազգային, կեսից ավելին միջազգային բարձրակարգ սպիկերներով։ Մենք օրեր առաջ հրապարակեցինք մեր գիտական ծրագիրը եւ ամբողջ աշխարհը հիմա լավ իմաստով շատ լուրջ գիտնականներ քննարկում են ինչպես դա նրանց հաջողվեց, ինչպես այդ մոռացված, չնկատված տարածաշրջանում ծաղկեց ինչ-որ մի օբյեկտ, մի պլատֆորմ, որտեղ հավակնում են արդեն համախմբել ամբողջ տարածաշրջանը։ Շնորհակալություն ձեզ դրա համար։
Բժիշկ Ամիրյան, այսօր ամենահարմար պահն է, որ ես ձեզ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ, որ հավատացիք մեր գաղափարին, որ առանց ձեզ այս նախագիծը ես չեմ պատկերացնում, որ դուք զարդարեցիք ձեր ներկայությամբ։ Ես հավելեմ նաև հիշեցնեմ նաև, որ մենք ունենք մշակութային ծրագիր, ունենք կենթանի հնչողությամբ համերգ բժիշկ Ամիրյանի հետ, մենք ունենք պլենար դասախոսություններ շուրջ 30 պլենար դասախոսություն, որոնցից յուրաքանչյուրին մասնակցել է 4-ից մինչև 6 էքսպերտ ամենատարբեր ոլորտներից, հանրային առողջապահությունից խոսելով։ Մենք ունենք շատ հետաքրքիր անակնկալներ մեր ավագ գործընկերների համար, կարելի ասել բժշկագիտության վետերանների համար եւ հետաքրքիր կիսահումորային ստենդափ ֆորմատի միջոցառում բժիշկների կատարման, որտեղ ներգրավելու ենք շատ հետաքրքիր ճանապարհ անցած բժիշկների, որ մեկը թվարկեմ սիրելի հեռուստադիտող, լինելով այս նախագծի համահիմնադիրներից մեկը, մեծ պատվով, մեծ ուրախությամբ տան տիրոջ կարգավիճակից մենք բոլորս ձեզ ամբողջ թիմով հրավիրում ենք Meridian Expo եւ միջոցառումների դահլիճ կենտրոն համալիր նոյեմբերի 27-ից 30-ը մասը կազմելու մի բանի, որը ստեղծվել է ի սկզբանե ձեզ համար ընտանիքներով, առողջ ընտանիքի մասին ենք խոսելու, ընտանիքի առողջության մասին, առողջ ապրելակերպի մասին ենք խոսելու, ցավի դեմ պայքարի մեկ առողջության բոլորին, հարևաններով, ընկերներով, բարեկամներով, դպրոցներով, համալսարաններով վեր կացեք եւ այցելեք եւ տեսեք մի բան, որ պատրաստվել է հատուկ ձեզ համար։ Սիրելի գործընկերներ, ունեք ուղերձներ։ Երևի թե միակ բանը, որ կասեմ, այս միջոցառումը մրցակցության մասին չէ, համագործակցության մասին է եւ որովհետեւ չկրկնվեմ հանրության ուղղված քո կոչը, այս միջոցառումը համագործակցության մասին է եւ մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար եւ այսօր էլ հայտարարում ենք, թե շատ քիչ ժամանակ է մնացել էքսպոին, սա ոչ թե տաղավար վաճառելու կոմերցիոն առաջարկ է, այլ շատ ուղիղ, շատ պարզ, բառի ամենաուղիղ իմաստով մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար։ Եթե որևէ մեկին հետաքրքրում է այն ամեն ինչ որ կատարվում է, խնդրեմ կարող եք գալ, հանդիպենք, խոսենք, զրուցենք, հասկանանք ինչով կարող ենք ձեր ներկայությամբ այս էքսպոն, այս փառատոնը ավելի ուժեղացնել։ Ես հավելեմ նաև, որ մեր հարթակները ձեզ համար բաց են healthcareexpo.am, aicpm.am, Expo-ի եւ կոնգրեսի հարթակներն են, Armenian International Healthcare Expo 2025 Facebook-յան հարթակն է, որտեղ կարող եք միանալ մեզ Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի պաշտոնական Facebook-յան էջին, LinkedIn-ում, Instagram-ում, բոլոր տեղերում, YouTube-ում մեզ կարող եք գտնել։ Միացեք սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հանրություն, որովհետև սա մի տոնախմբություն է, սա առողջապահական փառատոն է, որով մենք փորձելու ենք եւ արդեն կարծես թե հաջողվել է դիրքավորել մեր սիրելի մայրաքաղաք Երևանը որպես առողջության քաղաք, իսկ Հայաստանի Հանրապետությունը որպես տարածաշրջանում եւ ինչու՞ չէ աշխարհի համար ընկալելի եւ ընդունելի առողջապահական մեծ հարթակ եւ ինչպես ասում են մասնագիտական գրականության մեջ առողջապահական հաբ։ Սիրելի գործընկերներ, հատուկ շնորհակալություն ձեզ հետևողական աշխատանքի համար, նվիրվածության եւ ամբողջ բոլոր սեգմենտներում պրոֆեսիոնալիզմի համար։ Կհանդիպենք մենք շատ ավելի հաճախ կարծում եմ այս տաղավարում, ձեզ հետ եւս սիրելի հեռուստադիտող, վայելեք ձեր թեյը, խմեք ձեր սուրճը եւ առողջ առավոտը դիտելուց հետո միացեք ձեր առողջ օրվան։ Հաջողություն ենք մաղթում, շուտով կհանդիպենք։